հայտարարությունը հնչեց նկատմամբ Նազարբայևի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է անդամակցի այն սահմաններով, որով ՄԱԿ-ը մտել։ Ինձ հետաքրքիր է իմանալ, արդյոք որոշակի սահմաններով ՄԱԿ-ի կազմի մեջ մտնելը միջազգային իրավական տեսակետից ինչ-որ նշանակություն ունի։ Չէ՞ որ մենք եթե հայտարարություն չենք արել Ղարաբաղը մեր անբաժան մասը ճանաչելու վերաբերյալ, ուրեմն մենք չենք էլ հավակնում Ղարաբաղի հետ միասին մտնել ՄԱԿ-ին, ինչի ՄԱԿ-ի փաստը շեշտվեց։ Սա մեծ եւ տարածված շփոթություն է, եթե կարդացել եք այդ գիրքը մի առանձին հոդված կա հղումներով, որտեղ այս հարցը արդեն 40-ականների վերջին եւ 50-ականներին անդադ վեճի առարկա էր։ Արդյոք անդամակցությունը ՄԱԿ-ին բերում է սահմանների ճանաչման։ Եվ հստակ կա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, այսինքն բարձրագույն քաղաքական մարմնի եւ գլխավոր քարտուղարի, կարծեմ 53 թվականի մարտի 8-ի նամակ բացատրությունը, որ ՄԱԿ-ը ընդհանրապես չունի ճանաչման որևէ գործառույթ, ընդհանրապես չունի։ Այսինքն, երբ որ դուք անդամակցում եք ՄԱԿ-ին, ՄԱԿ-ը ոչ միայն չի ճանաչում ձեր սահմանները, այլ նաև չի ճանաչում ձեզ որպես պետություն։ Այս էլ չէ սխալ պատկերացում, ասում են ՄԱԿ-ը ճանաչեց, սրան ճանաչեց որպես պետություն։ Չկա, դուք ՄԱԿ-ին անդամակցում եք արդեն որպես ճանաչված պետություն։ Այսինքն նախ դուք պիտի ճանաչված պետություն լինեք, հետո անդամակցեք ՄԱԿ-ին։ Եվ ՄԱԿ-ի անդամակցությունը չի բերում նաև ձեր ճանաչում ՄԱԿ-ի մյուս անդամ երկրների կողմից։ Օրինակ բերեմ, Կոսովոն, որը անդամ է ՄԱԿ-ի, անդամ է, որովհետև ինչ-որ երկրներ ճանաչել են, բայց օրինակ Ռուսաստանը չի ճանաչել։ Արդյոք երբ որ նա դառնում է նույն կազմակերպության անդամ, որտեղ Ռուսաստանը, նշանակա Ռուսաստանն էլ իրեն ճանաչեց։ Ոչ, ճանաչումը դա երկկողմ գործողություն է։ Դա իրավական գործողություն է, որոշակի քաղաքական, ասենք, միջուկով։ Հիմնական ճանաչումները այս քաղաքական Պակիստանն էլ մեզ չի ճանաչել, Օմանը, Սաուդյան Արաբիան մեզ չեն ճանաչել։ Բայց դա չի նշանակում, որ դա ինչ է չճանաչել երկրին։ Դա նշանակում է նրա չմտնել իրավապայմանագրային հարաբերությունների մեջ։ Այսինքն գոյություն չունես, իմ համար դու չկաս։ Չկաս երկկողմ հարաբերությունների, բայց բանի ժամանակ, ասենք, նույն տարբեր կազմակերպությունների մենք անդամ ենք։ Հետևաբար Նազարբայևի այդ պնդումը, որ ՄԱԿ-ի սահմաններով կամ ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով ընդհանրապես անհետեթություն է։ Նորից եմ կրկնում, որովհետև ՄԱԿ-ը չունի ճանաչման որևէ գործառույթ։ Ասեմ ձեզ, եթե այդպես է, նշանակում է ՄԱԿ-ի անդամ երկրները որևէ տարածքային վեճ չպիտի ունենային, չէ՞։ Որտեղ եթե մտել են իրար հետ, իրական անգամ դիվանագիտական հարաբերություն, ընդհանրապես անգամ փոխադարձ ճանաչումը չի բերում սահմանների ճանաչման։ Այս էլ սխալ պատկերացում է։ Անգամ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չի բերում։ Որտեղ եթե այդպես լիներ, այս օրինակ Ռուսաստանը եւ Ճապոնիան, որոնք ունեն դիվանագիտական հարաբերություններ եւ իրար ճանաչել են, տարածքային վեճ չէին ունենա։ Կուրիլյան կղզիները։ Այսօր մենք վերևը հանրագիտարան ունենք, մի առիթով ափսոս չբերեցի, ուրեմն այս չափի հաստ գիրք է, դա միայն Աֆրիկայում գոյություն ունեցող տարածքային վեճերի մասին, այսինքն հանրագիտարան Աֆրիկայում տարածքային վեճ։ Եվ էլի այդ չափի մի գիրք ավելի մեծ ֆորմատի, միջպետական տարածքային վեճերի մասին է խոսքը։ Ես մի օր հաշվեցի 314 տարածքային վեճ միայն այդ գրքի մեջ է գրված։ Այն պարագան, երբ որ երկրները 200 չկան, 197 են։ Այսինքն ամեն մի երկրին միջինը համարյա 2 տարածքային վեճ է ընկնում։ Այնպես որ ոչ ՄԱԿ-ի անդամակցությունը, ոչ մինչև իսկ իրար փոխադարձ ճանաչել եւ հարաբերություններ հաստատելը չի բերում տարածքների ճանաչման։ Ճանաչվում է պետությունը, որպես պետականություն, եւ ճանաչվում է կառավարությունը։ Մենք էլի բազմաթիվ նման օրինակներ ունեցել ենք։ Վերցնենք մեր հարևան Ադրբեջան եւ Ռուսաստան։ Ռուսաստանը Ադրբեջանին ճանաչեց 91 թվականին, ինչպես մեզ բոլորիս, 91 թվականի դեկտեմբերին։ Ռուսաստան-Ադրբեջան սահմանը դրա մասին ճանաչման մասին պայմանագիր ստորագրվեց մի քանի տարի առաջ, կարծեմ 2 տարի առաջ վավերացվեց։ Այսինքն Ռուսաստանն եւ Ադրբեջանը այդ սահմանագիծը ճանաչեցին որպես պետական սահման միայն 2 տարի առաջ։ Թեև մինչև այդ նորից եմ կրկնում եւ փոխադարձ ճանաչել էին եւ դիվանագիտական հարաբերություններ էին հաստատել։
Այնպես որ դրանք իրար հետ կապ չունեցող հարցեր են։ Չպատասխանեցին Ազատայինի։ Մերոնք ուրեմն նախագահն էր եւ նախարարը, իրանք պետք է պատասխանեին։ Չգիտեին։ Չեմ կարող ասեմ գիտեին, դե Սերսասյանը հաստատ չգիտեր։ Ես չեմ հասկացում, չէ, որտեղ իր մասնագիտությունը չի, չէ, եկեք ռեալ նայենք իրականությունը։ Այստեղ անգամ ծիծաղալու հասկանալի է։ Ասենք երեկոյան բանասիրական կրթություն ունեցող մարդը որտեղից պիտի իմանա։ Դու դիմես մասնագետ, չէ, որ այստեղ Նալբանդյանի բաց հողումն է, որ Նալբանդյանը պետք է ասել մի րոպե, նախագահի ականջին պետք է ինչ-որ բաներ ասել, որ ասել, բաներ չեմ ասում, դա նաև պետք է կանխատեսել նման հարցադրումը, որտեղ ի վերջո Ղարաբաղի հարց է։ Ես ես մի օրինակ պատմեմ, տարիներ առաջ 99 թվականին, այդ ժամանակ դեռ կան տեխնոլոգիան զարգացած չէր, ես Միացյալ Նահանգներում էի, պետքարտուղարությունում։ Կար Էրիկ Ռուբին, որը խոսնակն էր, ես էլ մեր խոսնակն էր, գնացել էի, բան ասեց, խոսում ենք, հետո ասեց, ես պիտի գնամ պրեսկոնֆերանս տամ, արի հետո կշարունակենք։ Գնաց, ինքը եկավ։ Ուրեմն 4 օգնական եկան, նստեցին այս դիմացը իրա, ամեն մեկը երկու հատ մեծ պապկա ուներ, ինքն էլ մի հատ ուրիշ ուներ մեծ, եկավ դրեց։ Ուրեմն լրագրողները հարց էին տալիս, այս նստածները ես տեսնում էի, որտեղ ես իրա կողքն էր, իսկ լրագրողները չէին տեսնում։ Ինչ որ ձեռով սենց ինչ-որ բաներ էին անում։ Այս Ռուբինը սենց բացում էր բանը, այդ մեծ պապկան, մեջից պատասխանները կարդում էր։ Հետո որ դուրս եկանք, ասեց, ես ինչ էր։ Ասեց նայ, երբ որ դե մեր մոտ ուրիշ է, դե ես մեր մոտ դուրս էի գալի, ինչ հարց տան պատասխանում է, այդ էր մեր կարգը, մենք տենց բաներ չունեինք, էլի օգնականներ, բաներ, բայց ասես ոնց է։ Ի վերջո հասկանալի է, չէ, լրագրողը ինչ հարց պետք է տա։ Ու ինքը չի ներու վեր անկապ, ասենք նախորդ շաբաթ կարևորագույն իրադարձություններ, օգնականները ամեն մեկը իր ուղղության համար պատրաստում է համապատասխան հարց եւ պատասխանները։ Եվ ինքը ունի դրա համառոտ տարբերակը իր մոտ։ Երբ որ հարցը տալիս են, քանի որ ամեն մեկը մի ոլորտի պատասխանատու է, նա արագ գտնում է համար որ երրորդն է դրա պատասխանը, այդ ձեռով հասկացնում է, սա բացում էր ու կարդում էր պատասխանը։ Եթե այնպիսի հարց էր, որը դրա մեջ չկար բան, արդեն սկսում էին ասել, որ հետո այդ հարցին կանդրադառնանք, իմ ասածը որն է, երբ որ դու գնում ես ցանկացած բանակցությունների, այդ հարցերը, որ քննարկում եք, օդից չի գնում։ Այդ հարցերը ակնհայտ է ինչ հարցեր պիտի լինեն։ Դրա համար դուք նախապես պատրաստում եք հարցարան, նախապես պատրաստում եք պատասխանները ձեր համար, մոտավորապես ու գնում եք բանակցությունների։ Երբ որ ես դեսպան էի Կանադայում, ասեն գալիս էին մեր պատգամավորները, ինչա, կարծում եք պատգամավորները շատ բան գիտեն ինչ պիտի խոսային, չէ, ես տալիս եմ այս talking points, այդ խոսելու կետերը, ինչի մասին պիտի խոսա։ Եվ եթե չգիտեն հարցի պատասխանը, ոնց որ սիրուն պիտի ոնց որ ցրեն։ Դրա պատասխանն է տալիս է երկու էջ, բանաս մեկ կարդացեք, ծանոթացեք, ձեր հետ վերցրեք։ Այդ ձև պիտի արվի։ Ասեն այդ ձևը դա իրականություն է, որ պետական պաշտոնյաների զգալի մասը, պատգամավորներ, նաև նախագահներ, բաներ, հարցի պրոֆեսիոնալը չեն։ Ասեն դու պիտի նախապես դա համար կոչվում է այցը պատրաստել։ Ինչ է այցը, հենց այցը պատրաստել դա է նշանակում, որ կանխատեսել, ինչա մարդ ունենալ նույն Նազարբայևի շրջանակներում, որ ցես լուր կտա, որ գիտես, սենց մտքեր կա կարող է Նազարբայևը սենց հարց դնի, զգալ երկրի մթնոլորտը այդտեղից ենթադրություններ անել։ Ուրեմն ասեմ, այդ ամբողջը պիտի դա որոշակի պրոֆեսիոնալիզմ է իրանից պահանջում։ Ինչպես երաժիշտը, լավ երաժիշտը մի անգամ լսելով կարող է նվագի, վատը 10 անգամ լսի, նույնը դիվանագետը կա, որ մի քանի նրբերանգներից ինքը կարող է հասկանալ ինչ պիտի տեղի ունենա, իսկ դիվանագետ էլ կա, որը կամ ասենք պաշտոնով դիվանագետ կա, որը 1000 անգամ էլ ուղղակի իրան ասեն, կարող է չհասկանալ։ Դա ես կոնկրետ Նազարբայևի հարցի չպատասխանը ավելի մեր դիվանագիտական կորպուսի եւ դեսպանի Արա Սահակյանն է, չէ՞ կարծեմ, հա։ Դե կարիերային դիվանագետ։ Այդ մարդը միանգամից դեսպան է դառել։ Այդ մարդը հասկանում եք, չի անցել այդ աստիճաններով, որ հասկանա այդ խաղը դիվանագիտական այդ բաները։ Շատ դժվար է։ Հասկանում եք։ Եվ նաև մեր արտգործնախարարը, այսինքն դա ոնց որ ասած ապարատի մեղքն է, ապարատի մեղքն է։ Բայց դրանից հետո նախագահը պիտի հետևություններ աներ, չարեց։